Բարի երեկո։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը հայտնի է, հանրաքվեն տեղի ունենալու դեկտեմբերի 6-ին, մինչ այդ շարունակվում են հանրային քննարկումները, հոկտեմբերի 10-ից պաշտոնապես մեկնարկել է նաև քարոզարշավը եւ նույն օրը Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը հրապարակել է ժամանակացույցը, ժամանակացույցը կոչվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույց։ Սա երկրի հարցի ծրագիրն է, ես այսօր զրուցելու եմ Հայաստանի Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ։ Բարի երեկո, պարոն Մուկուչյան։ Մինչև այս ժամանակացույցով նախատեսված նախապատրաստական եւ անցկացման հիմնական միջոցառումներին անցնելը երկու հարց, որ սերտորեն առնչվում են սրանց հետ եւ բարձրաբանման կարիք կարծում եմ կա։ Առաջինն այն է, թե ինչ մարմին է հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը, քանի որ հանրային ընկալման, գիտակցության, հիշողության մեջ կա կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյան։ Հիմա հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով, սա մեխանիկական անվանափոխություն է, թե նոր մարմին է, ինչպես է ձևավորվում, ոչ միայն կենտրոնական, այլև տեղամասայինները եւ այլն։ Խնդիրը հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրական օրենսգրքից զատ գոյություն ունի նաև հանրաքվեի մասին օրենք եւ հանրաքվեի մասին օրենքի շատ կանոնակարգումներ դրանք ներդաշնակեցված են ըստ էության ընտրական օրենսգրքի կանոնակարգումների հետ միաժամանակ հանրաքվեի մասին օրենքը սահմանում է որ Հայաստանի Հանրապետությունում հանրաքվեի կազմակերպման եւ անցկացման նպատակով ձևավորվում է հանձնաժողովների երաստիճան համակարգ եւ նույն օրենքն ամրագրում է որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները դրանք ըստ էության հանդես են գալիս որպես հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով եւ հանրաքվեի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ եւ ըստ էության փաստորեն ընտրական օրենսգրքով ձևավորված կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրաքվեների ժամանակ իրականացնում է արդեն հանրաքվեի կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովների գործառույթ իսկ հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովները դրանք ձևավորվելու են արդեն հանրաքվեի ըստ էության նախապատրաստական այդ միջոցառումների ժամանակահատվածում իսկ նրանց ձևավորման կարգը պայմանները եւ այլն դրանք թերևս նույնն են ինչ որ ամրագրված է եղել ընտրական օրենսգրքով տեղամասային ընտրական հանձնաժողովների ըստ էության կարելի ասել որ կենտրոնականը ձևավորված է տեղամասայինը ընտրատարածքները ձևավորված են տեղամասայինները կձևավորվեն Շատ լավ։ Եվ երկրորդը, որ նախապատրաստման անցկացման հետ առնչություններ ունի, բայց կոնկրետ չի վերաբերում, խոսքը այս հանձնաժողովի պատասխանատու լինելու մասին է։ Այսինքն հանձնաժողովը հանդես է գալիս որպես կատարող միայն եւ սոսկ, թե նաեւ պատասխանատու է քվեարկության որակի համար, ինչու եմ հարցնում, որովհետեւ ԱՅՈ-ի կողմնակիցների հետ զրուցելու ժամանակ այսպիսի միտք է հնչել, որ մինչ օրս հանձնաժողովը պատասխանատվություն չի ունեցել ընտրությունների քվեարկության որակի համար փոփոխություններով արդեն ամրագրվում է այդ պատասխանատվությունը Խնդիրը գիտեք երևի թե մի քիչ ավելի խորքային է ինչը որովհետև նախ հանրաքվեի մասին օրենքով սահմանված են գործառույթներ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների համար ինչու՞ չէ նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների համար եւ բնական է այդ խնդիրները պատշաճ ժամանակին կատարելու համար անշուշտ թե կենտրոնական ընտրական հանձնաժողովը թե տվյալ պարագայում արդեն որպես հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով թե ընտրատարածքային հանձնաժողովները թե տեղամասայինները բնական է իրենց համար ամրագրված պարտականությունների պատշաճ կատարումն իրականացնելու համար իհարկե կրում են պատասխանատվություն դա եղել է այդպես եւ ուրեմն համապետական ընտրությունների ժամանակ դա գործում է եւ թիմ ընտրությունների ժամանակ եւ հիմա էլ արդեն հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի հետ կապված այստեղ հարցադրումը մի քիչ այլ է որովհետեւ եթե մենք օրինակ խոսում ենք նույն տեղամասային ընտրական հանձնաժողովների գործառույթների տիրույթի հետ կապված տեսեք տեղամասային ընտրական հանձնաժողովները իրենք ձևավորվում են խորհրդարանական խմբակցություն ունեցող կուսակցությունների կողմից եւ շատ հաճախ երբ հնչում է արդեն պատասխանատվության հետ կապված խնդիրներ այստեղ ավելի շատ շեշտադրումներ են անում կապված քաղաքական պատասխանատվության հետ եւ այլն սրանք բոլորովին այլ հարթության խնդիրներ են տվյալ պարագայում քանի որ հանձնաժողովը այդ թվում նաեւ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը ինքը ապաքաղաքական մարմին է հետեւաբար ես սոսկ կմնամ
կամ առաջին տիրույթում, այսինքն այն խնդիրները, այն պարտականությունները, որոնք սահմանված են հանձնաժողովի համար, որը պետք է իրականացնի վերջինս ապահովելու համար հանրաքվեի բնականոն ընթացքը, դրա կազմակերպումը, պատշաճ իրականացումը, օրենքների պահանջների անթերի կատարումը, իհարկե սրա համար պատասխանատվություն կրում է թե հանրաքվեի կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր լիազորությունների մասով, թե ընտրատարածքային հանձնաժողովներն իրենց լիազորությունների մասով եւ թե տեղամասային հանձնաժողովները այն գործառույթների մասով, որոնք պետք է իրականացնեն։ Հրապարակվել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Թերևս սկսենք ամենակարևորներից մեկից քարոզչություն։ Երբ է սկսվում, երբ է սկսվել, երբ է ավարտվելու, ընդհանրապես ինչ տարբերություններ կան քարոզչության կազմակերպման եւ ժամկետների հարցում, եթե դա ընտրություններ են կամ եթե հանրաքվե եւ էլի տարբերություններ, լավ, մնացած տարբերությունները հետո։ Շատ լավ։ Նախ առաջինը, ինչպես արդեն դուք նաև ձեր հարցում նշեցիք, որ քարոզչությունն արդեն սկսվել է, այո, սկսվել է քարոզչությունը համաձայն օրենքի սկսվում է հրամանագրի պաշտոնական հրապարակման պահից, Հանրապետության նախագահի հրամանագիրը հանրաքվե նշանակելու մասին սահմանված կարգով ուրեմն պաշտոնապես հրապարակվել է, որից հետո մտել ուժի մեջ մեկ օր հետո, ամսի 10-ին հենց ուժի մեջ մտնելու իսկ առաջին օրը հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը հրավիրեց նիստում հաստատեց ժամանակացույց եւ համաձայն օրենքի պահանջի հենց նույն օրվանից արդեն սկսեց մեկնարկը քարոզարշավի։ Այստեղ իհարկե կա տարբերություն ընտրական իրավահարաբերությունների հետ, որովհետեւ ի տարբերություն հանրաքվեի ընտրությունների ժամանակ մենք կարծես թե այսպես մեկ փուլ ավել ունենք, այսինքն ունենք տեխնացուների առաջադրման փուլ, գրանցման փուլ, որից հետո նոր մենք արդեն ունենում ենք սուբյեկտներ, որոնք պետք է իրականացնեն քարոզչությունը։ Այս պարագայում բնական է արդեն հստակ է հանրաքվեի դրվող հարցը, հստակ է քարոզչության առարկան, այսինքն հստակ ձևակերպում ունի եւ տվյալ պարագայում արդեն հենց այդ օրվանից իսկ մեկնարկում է քարոզարշավը։ Քարոզարշավը ուրեմն չի թույլատրվում քարոզ իրականացնել քվեարկության օրը եւ նրա նախորդ օրը, այսինքն քարոզարշավը սկսվում է հրապարակման օրվանից հրամանագրի ամսի 10-ից եւ բնականաբար մինչեւ ամսի 4-ը ներառյալ։ Լավ։ Բացի ձեր ասած տարբերությունից ընտրությունների ժամանակ եւ հանրաքվեի քվեարկության ժամանակ այլ տարբերություններ կան։ Այն ժամանակ սուբյեկտներ են, առաջադրված տեխնացուներ են, հիմա այոյի կամ ոչի։ Հիմա այսպես է, հիմա օրենքը ամրագրել է, որ քարոզչության իրավունք ունեն, ուրեմն քաղաքացիները, կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները եւ իհարկե նաեւ հանրաքվեի նախաձեռնողը։ Միաժամանակ այստեղ եթե մենք նայում ենք զուտ տարբերությունների տեսանկյունից, պետք է նկատի ունենալ, որ ընտրական օրենսգրքի համաձայն հանրային հեռուստատեսության անվճար եթերաժամանակը տրամադրվում էր տեխնացուներին, անվճար եւ վճարովի եթերաժամանակը։ Համաձայն ուրեմն հանրաքվեի մասին օրենքի այդ եթերաժամանակը տրամադրվելու է ազգային ժողովի խմբակցություններին։ Հանրային հեռուստաընկերության։ Հանրային հեռուստատեսության վճարովի եւ անվճար եթերաժամանակը, որը սահմանվում է ուրեմն դրա իրական տրամադրման կարգը եւ նաեւ ժամանակացույցը կենտրոնական հանձնաժողովի կողմից, դա տրամադրվելու է արդեն ազգային ժողովի խմբակցություններին։ Ազգային ժողովի խմբակցություններին հասկանալի, իսկ մյուս զանգվածային լրատվամիջոցները, նույն մյուս հեռուստաընկերությունները, ելի պարտավորություն ունեն ստեղծելու հավասար պայմաններ, այո, նույն հավասարության պահպանման պահանջները ըստ էության նույնն են, վերջիններս ինչպես եւ ընտրությունների ժամանակ հրապարակելու են իրենց ուրեմն 1 րոպեի եթերաժամանակի ուրեմն գինը, դա լինելու է հրապարակային, բնական է նաեւ զետեղված կլինի կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում, երբ արդեն մենք ստանանք հեռուստաընկերություններից այդ տեղեկությունները, որի պայմաններում արդեն քարոզչություն իրականացնող մյուս սուբյեկտները, եթե նրանք ցանկանում են մասնակցել քարոզչությանը, նրանք իրավունք ունեն ստեղծելու քարոզչական հիմնադրամներ, այդ հիմնադրամներում ուրեմն համապատասխան միջոցներ հավաքագրել եւ բնական է դրանով արդեն իրականացնել քարոզչություն։ Քարոզչություն ինչպես հեռուստաընկերություններով, այնպես էլ օգտվելու քարոզչության մյուս հնարավոր բոլոր ձևերից։ Մյուս հնարավոր բոլոր ձևերին կանդրադառնանք, իհարկե պաստառներ եւ այլն, առայժմ քանի որ խոսում ենք հեռուստատեսության մասին, եթե ընտրությունների ժամանակ տեխնացուներ են, կամ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցություններ են, կուսակցությունների դաշինքներ են, նախագահական ընտրությունների ժամանակ մինչև հիմա նախագահի տեխնացուներ են եւ հեռուստաընկերությունը գիտի, որ բոլոր տեխնացուներին հավասար հնարավորություններ պիտի ստեղծի։ Այս անգամ ունենք մենք ոչ թե տեխնացուներ, այլ այոյի կամ ոչի կողմնակիցներ։ Նույնիսկ այդ թիմերում այոյի ճամբարում պայմանական ասենք կամ ոչի ճամբարում միասնական թիմեր կարող են չլինել։
նույն ես տեսականորեն եմ ասում, իրականությունից հեռու չի։ Ասենք այոյի ճամբարում կարող են լինել տարբեր խմբեր կամ տարբեր թիմեր, որոնք բոլորը այո են ասում, կամ ոչի ճամբարում տարբեր թիմեր կամ տարբեր խմբեր, որոնք բոլորը ոչ են ասում։ Ընդ որում չի բացառվում, որ այս խմբերի միջև հակասություններ լինեն։ Ասենք, չգիտեմ, հանրային ընկալման մեջ այս մի խումբը եվրոպամետ է, այս մի խումբը ռուսամետ է, չգիտեմ, եւ իրար հետ հարաբերությունները այսպես հաշտ չեն։ Հեռուստաընկերությունը ինքն է որոշում, թե որ խմբին ինչքան, թե այստեղ էլ պիտի հավասարությունը պաշտպանի, որովհետեւ, ասենք, վերջում ինչպես պիտի հաշվետվությունը լինի, մենք այսքան րոպե տվել ենք այոյին եւ այսքան ոչին, թե այսքան այոյի այս խմբին, այն խմբին եւ այն խմբին, եւ ոչի այս խմբին։ Ինչ վերաբերում է եթերաժամի հեռարձակման գնահատման մեթոդաբանությանը, դա ընդունում է ուրեմն համապատասխան հանձնաժողովը հեռուստատեսության եւ ռադիոյի ուրեմն ազգային հանձնաժողովը, հանձնաժողովի կողմից դա արդեն մեթոդաբանությունը ընդունված է, հրապարակված է, տեղադրված է նաև կենտրոնական տրական հանձնաժողովի կայքում, իրենց կայքում եւս զետեղված է մեթոդաբանությունը։ Այս պարագայում ըստ էության բոլոր այն սուբյեկտները, որոնք պետք է իրականացնեն քարոզչություն, թերևս հավասարություն վերաբերում է բոլորի համար հավասար հնարավորությունների ապահովմանը։ Իհարկե այդ հավասարությունը եւս, եթե մենք նայում ենք, կարող է լինել շատ հարաբերական, այսինքն մի ուժ ավելի շատ է մասնակցում քարոզչությանը, ավելի ակտիվ է, մյուսն ավելի пассив է։ Այստեղ ըստ էության ընդհանրապես թե ընտրական օրենսդրությունը, թե նաև հանրաքվեի մասին օրենքը ինքը ելնում է թերևս մեկ կանխավարկածից, որպեսզի հնարավորությունների հավասարությունը ապահովվի բոլորի համար։ Թե յուրաքանչյուրը դրանից ինչ ծավալով կօգտվի, դա մեծ հաշվով վերջիններից նաև ստրատեգիայի խնդիրն է։ Երբ որ օգտվողի խնդիրն է, այդ հասկանալի է, հեռուստատեսությունը որևէ մեղք չունի, հավասար պայմաններ է ստեղծում, բայց հավասար պայմաններ հնարավոր է ստեղծել, եթե ասենք անհատ անձինք կամենում են քարոզչություն իրականացնել, անկախ, ասենք, չգիտեմ, քանի 100 կամ 1000 մարդ գալիս է ասում է ես վճարում եմ, ես ուզում եմ քարոզչություն անել, անկախ նրանից այոյի կամ ոչ։ Խնդիրը հետեւյալն է, նախ առաջին հերթին պետք է նկատի ունենանք հետեւյալը, որ քարոզչության համար համապատասխան քարոզչությամբ զբաղվող սուբյեկտները ձևավորում են քարոզչական հիմնադրամ։ Քարոզչական հիմնադրամը ենթադրվում է, որ այդտեղ պետք է իրականացվեն միջոցների հավաքագրում։ Այսինքն սա ես չեմ կարծում, որ որևէ մեկ քաղաքացի, այսինքն օրենքը իր կանոնակարգումներով ըստ էության բերում է այն հետևությանը, որ ոչ թե ասենք ինչ որ մեկ անհատ քաղաքացի հանկարծ որոշեց, որ ինքը պետք է զբաղվի, ասենք քարոզով, իհարկե կարող է յուրաքանչյուրն էլ իր տեսակետը հայտնել, կարծիք ներկայացնել եւ այլն, բայց արդեն երբ խոսքը վերաբերում է ըստ էության գործընթացին, քարոզչության գործընթացին, ենթադրվում է, որ այդ սուբյեկտները իրենք արդեն քարոզչություն կազմակերպելու նպատակով ուրեմն պետքա ձևավորեն հիմնադրամներ, միջոցներ հավաքագրեն, որից հետո արդեն կառուցեն իրենց հարաբերությունները հեռուստաընկերությունների հետ, չգիտեմ, գովաստ հրապարակող այլ ընկերությունների հետ եւ այլն։ Եվ այստեղ ես կարծում եմ, որ հասարակական հարաբերությունները իրանք թերևս ավելի կբերեն այդ կարգավորմանը, զուտ հասարակական հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Դրա համար եմ ասում, փոքր դժվար է այդ կարգավորումները պատկերացնել, չգիտեմ, քանի 1000 մարդ հիմնադրամ է ստեղծում եւ գալիս ասում է ես ուզում եմ քարոզել։ Եթե վերջինները ստեղծել են հիմնադրամ, եթե վերջինները գալիս ասում են ես ինչքան է ձեր սակագինը, ես վճարում եմ։ Խնդիրը հետեւյալն է, որ վերջիններս բացի նրանից, որ իրենք պետք է իրականացնեն իրենց քարոզչությունը, ինչու ես նշեցի նախընտրական հիմնադրամներ, որովհետև նախընտրական հիմնադրամների վերաբերյալ էլ նաև ներկայացվում է հաշվետվություն կենտրոնական հանձնաժողով, որտեղ ամփոփվում է դրա վերաբերյալ ներկայացվում է ամփոփ տեղեկատվություն, այսինքն քանի սուբյեկտ է ըստ էության այդ քարոզչության մեջ ներգրավված որպես քարոզ իրականացնող, հա, սուբյեկտ, ինչպիսի մուտքեր է եղել հիմնադրամում, ինչքան է ծախսվել, այդ հաշվետվությունները ներկայացվում են, մենք ստանում ենք համապատասխան տեղեկանքներ նաև կենտրոնական բանկից, որտեղ բացում են այդ հաշվի համարները, իրականացվում է համադրում, դրանց վերաբերյալ հրապարակային ծանոթում է լինում, որովհետև առավելագույն շեմ կա սահմանված քարոզչական հիմնադրամների համար, ինչպիսին պետք է լինի առավելագույնը, այս բոլոր կանոնակարգումների նպատակը հենց հավասար հնարավորությունների ապահովումն է, իսկ մյուս մեխանիզմները, որ ես նշեցի, հայտարարագրեր եւ այլն, դրա նպատակն էլ վերահսկողության իրականացումն է։ Եվ ահա այս ամբողջը պետքա դիտարկել կոմպլեքս միասին, որի պարագայում արդեն հստակ կլինի, որ քարոզչության սուբյեկտները ամենայն դեպս դրանք կլինեն այն սուբյեկտները, որոնք որ ըստ էության իրականում իրականացնելու են հենց բուն ակտիվ քարոզչությունը։
Քարոզչության այլ տարբերակներ, պաստառներ, այո, պաստառներ ազատ են ունենալ պաստառների համար տեղեր, պաստառների համար հավասար հնարավորություններ, տեղերը առանձնացվելու են, արդեն այդ աշխատանքները սկսել են, առաջիկա օրերին արդեն կհրապարակվի նաև այն վայրերի ցանկը ըստ ուրեմն Երևան քաղաքի եւ 10,000 եւ ավել ընտրող ունեցող համայնքների, որտեղ պետք է փակցվեն այդ պաստառները, մյուս համայնքները, որտեղ ավելի պակաս է ընտրողների թիվը, այդ համայնքներում էլ կան համապատասխան որոշումներ, այսինքն ինչպես ազգային ժողովի կամ հանրապետության նախագահի ընտրությունների ժամանակ էր առանձնացվելու են տեղեր, այդ տեղերում ուրեմն թույլ է տրվելու կամ այսպես ասենք առանձնացվելու են այն հատվածները, որտեղ իրավունք են ունենալու իրենց քարոզչական պաստառները փակցնել։ Եվ այստեղ նորից գործում են թերևս նույն կանոնակարգումներ, այսինքն քարոզչական պաստառները պետք է ունենան տպաքանակի վերաբերյալ տեղեկատվություն, տպագրող կազմակերպության մասին համապատասխան տեղեկություններ, հրապարակողի մասին տեղեկություններ, նույն կանոնակարգումներն են ըստ էության։ Տեսեք, փաստորեն այս հարցերեցություն տալիս, որ պատասխանատվությունը ապակենտրոնացված է։ Մի մասով քաղաքապետարանն է պատասխանատու, մի մասով ընտրատարածքային հանձնաժողովը, մյուս մասով կենտրոնականը, մյուս մասով հեռուստաընկերությունը, լրատվամիջոցը եւ այլն եւ այլն։ Սահմանադրական փոփոխություններից հետո երևի թե այս պատասխանատվության հարցը կենտրոնացվելու է։ Ես դժվարանում եմ ասեմ, ինչպեսին կլինի դա, ինչպեսի մոդել կընտրվի, բայց այնուամենայնիվ պետք է նկատի ունենալ, որ իհարկե կան գործառույթներ, որոնք իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները, օրինակ ցուցակների կազման աշխատանքը իրականացվում է ուրեմն ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը, կան գործառույթներ, որոնք իրականացնում են օրինակ տարածքային կառավարման մարմինների կողմից, կան գործառույթներ, օրինակ նույն էլեկտրոնային քվեարկության հետ կապված կա գործառույթ, որն իրականացում է արտաքին գործոս նախարարության կողմից, գործառույթներ, որոնք իրականացում են առողջապահության նախարարության կողմից, այսինքն յուրաքանչյուրի մասով կապված թե ինչ ոլորտին վերաբերող խնդիրը սահմանված են որոշակի խումբ պարտականություններ, որը վերելու է, ասենք, այս կամ այն խումբ ընտրողների քվեարկության մասնակցության կազմակերպմանը։ Ցուցակների մասին ամենացավոտ հարցերից մեկն է, ես կարծում եմ, որ մեկ անգամ եթե հարկ լինի, այսինքն հարկ կա, պիտի անդրադառնալ մեկ ամբողջական թողարկում խոսենք ցուցակների մասին, որովհետև հանրային ընկալման մեջ դա ամենացավոտ խնդիրներից մեկն է։ Հիմա ընդհանուր գծերով, հա, ցուցակների մասին, ընտրողների ցուցակներ երբ են հրապարակվում, էլեկտրոնային տարբերակները, երբ են հրապարակվում այն տարբերակները, որ պատերին են խփվում եւ այլն։ Նախ ուզում եմ նշեմ, որ ընտրողների ցուցակը որպես այդպիսին ինքը միշտ հրապարակային կերպով զետեղված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, տարեկան 2 անգամ թարմացվում է հունիս եւ նոյեմբեր ամիսներին, այդ ցուցակը տեղադրված է որոնման հնարավորությամբ, այսինքն այցելելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայք կարելի է ոչ միայն տեղեկանալ սեփական տվյալների վերաբերյալ, այլ նաեւ ցանկացած այլ անձի վերաբերյալ տեղեկություններ կարելի է ստանալ եւ ավելին մենք 2013 թվականից եւս մեկ գործիք ներդրեցինք, երբ որ այդ կայքից կարելի է ողջել կոնկրետ հասցեում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկություններ։ Սա հնարավորություն է ընձեռում մեր ընտրողներին, որպեսզի վերջիններս միշտ ունենան այդ հնարավորությունը հետևելու, ստուգելու, որովհետեւ սա եւս մի գործիք է իրականացնելու ցուցակների նկատմամբ հասարակական վերահսկողություն եւ եթե հայտնաբերվում են ինչ-ինչ թերություններ, ինչ-ինչ խնդիրներ, ապա նրանք միշտ էլ ունեն հնարավորություն ինչպես դիմելու ուրեմն համապատասխան լիազոր մարմնին եւ ուրեմն պահանջելու այդտեղ իրականացնելու շտկումներ եւ երևի սա էր պատճառը որ մենք ընտրությունների ժամանակ թերևս շատ քիչ շտկելու կամ շատ քիչ թերություններ ենք ունենում դրանք լինում են եզակի դեպքեր որովհետեւ ցուցակների նման հրապարակայնության ապահովումը հանգեցրել է նրան որ մարդիկ կարողանում են պատշաճ ժամկետներում իրականացնել այդ վերահսկողությունը հիմա եւս ես նաեւ հորդորում եմ որպեսզի ուշադիր լինեն ընտրողները այցելեն փորձեն ստուգել իրենց տվյալները եւ եթե հայտնաբերեն ինչ-ինչ թերություններ, ապա դիմեն սահմանված կարգով դրանք վերացնելու համար։ Ինչ վերաբերում է ուրեմն ընտրողների ցուցակների կոնկրետ հանրաքվեի հետ կապված հրապարակմանը, ապա նշեմ, որ 41 օր առաջ այդ ցուցակները կտրամադրվեն կենտրոնական ընտրական հանձնաժողովին, այդ ցուցակը արդեն կթարմացվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում 40 օր առաջ եւ նաեւ նույն ժամկետում լիազոր մարմնի կայքում կտեղադրվի այդ ցուցակը ներբեռնման հնարավորությամբ, այսինքն ինչպես եւ համապետական ընտրությունների ժամանակ էր կարելի է ցուցակը ներբեռնել, ծանոթանալ այդ ցուցակին, ցուցակները ուրեմն այսպես ասենք ազատ են ծանոթացման համար
Բացի դրանից ցուցակները հրապարակվում են նաև տեղամասային կենտրոններում, ցուցակներին կարելի է ծանոթանալ նաև տեղամասային կենտրոններ այցելելով, այսինքն այստեղ աննախադեպ հրապարակայնություն է ապահովված, որը հնարավորություն է տալիս մեր ընտրողներին լիարժեք ծավալով տեղեկություններ ստանալ ինչպես սեփական անձի վերաբերյալ, այնպես էլ ցանկացած այլ քաղաքացու վերաբերյալ։ Այդուամենայնիվ, որտեղից է գալիս այդ անվստահությունը ցուցակների նկատմամբ։ Միգուցե այն հնարավորություններից, որոնք կան ցուցակներում որոշակի փոփոխություններ կատարելու մասով։ Գիտեք, ես անկեղծ ասեմ, մեզ մոտ ընտրողների ցուցակի հետ կապված, երբ մենք խոսում ենք ցուցակների որակի մասին, ես միանշանակ կարող եմ պնդել, որ ցուցակներն իրոք ունեն աննախադեպ ճշգրտություն։ Դա վկայում է թերևս այն, որ մեզանում ընթացող թե համապետական ընտրությունների ժամանակ, թե դրանից հետո տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ցուցակների անճշտությունների վերաբերյալ մենք ունենում ենք եզակի դեպքեր։ Այսինքն, եթե ցուցակը ինքը ուներ անճշտություններ, ակնհայտ է, որ եթե քաղաքացիներ, ասենք, ակտիվ չեն, նրանք ժամանակին չեն դիմում, շտկումներ չեն անում եւ այլն, ապա գոնե քվեարկության օրը այցելելով տեղամաս եւ տեղամասում հայտնաբերելով, որ օրինակ իրենց անունը չկա ընտրողների ցուցակում եւ այլն, վերջիններս պետք է դիմեին եւ այդ փաստը միանշանակ հրապարակայնորեն երևալու էր։ Իսկ քանզի նման փաստեր ըստ էության եզակի են, կարելի է այստեղից միանշանակ ասել, որ ցուցակներն ունեն աննախադեպ ճշգրտություն։ Այստեղ խնդիրը մի քիչ այլ է։ Խնդիրը ոչ թե վերաբերում է ցուցակների ճշգրտության հարցին, ու ես կարծում եմ երկու տարբեր ինստիտուտներ են ուղղակի սխալ կերպ մեկնաբանվում կամ սխալ կերպ ընկալվում։ Խնդիրը հետևյալումն է, որ մեր ցուցակների կազման հիմքում ընկած է հետևյալ մեթոդը։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին 18 տարին լրացած ունի Հայաստանի Հանրապետությունում հաշվառում, ապա վերջինիս անունը ընդգրկվում է ընտրողների ցուցակում։ Անձը տվյալ պարագայում կարող է ֆիզիկապես բացակայել Հայաստանի Հանրապետությունից եւ տվյալ պարագայում ինքը պետք է դրսևորի ակտիվ վարքագիծ, այսինքն եթե կամ դուրս է գալիս հաշվառումից, տվյալ պարագայում վերջինիս անունը հանվում է ընտրողների ցուցակից, բայց եթե անձը բացակայում է իր մշտական բնակության վայրից, նա չի դիմում իր հաշվառումից դուրս գալու հարցով, չի դուրս գալիս հաշվառումից, բնականաբար նրա վերաբերյալ տվյալները մնում են ընտրողների ցուցակում։ Այսինքն մեթոդը ցուցակի կազման դա անձի հաշվառում ունենալն է։ Եվ այստեղ խնդիրը բոլորովին այլ խնդիր է, երբ խոսվում է հատկապես ու կիրառվում է այդ եզրույթը, որը իմ համար անկալելի է, ուռճացված ցուցակներ։ Ցուցակներն ուռճացված չեն, ուղղակի ցուցակներում գտնվում են նաև այն քաղաքացիների անունները, որոնք բացակայում են Հայաստանի Հանրապետությունից։ Հիմա ինչ խնդիր կա այստեղ։ Խնդիրը թերևս կայանում է բոլորովին այլտեղ, որ եթե որևէ անձի անուն արկա է ցուցակում եւ վերջինս չի գալիս ընտրական տեղամաս, իդեպ կապ չունի, նա գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, բացակայում է Հանրապետությունից, նրա փոխարեն որևէ մեկը չփորձի քվեարկել, իսկ դա արդեն հանցագործություն է։ Եթե որևէ մեկը փորձում է քվեարկել այլ անձի փոխարեն, կապ չունի այդ անձը Հանրապետությունում է, Հանրապետությունում չէ, դա արարքը արդեն որակվում է քրեական օրենսգրքով որպես քրեական հանցագործություն։ Իսկ ցուցակների փոփոխման հնարավորությունները, ուռճացնելու հնարավորությունները այդ ընթացքում, երբ որ առաջին անգամ հրապարակվում են 40 օր առաջ, թե 41 օր առաջ, եւ մինչեւ ընդհանուր հանրաքվեի օրը, քվեարկության օրը, ինչ մեխանիզմներ կան դրանք փոփոխելու ու ուռճացնելու։ Հետեւյալն է, գիտեք, ուռճացնել, ես չի ասի ուռճացնել, ինչու, որովհետեւ եթե մենք նույնիսկ նայում ենք 41 օր առաջ հրապարակված ցուցակը եւ քվեարկությունից 2 օր առաջ արդեն վերջնական ըստ էության ցուցակը, որը նաեւ տրամադրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովներին, գիտեք, այստեղ նույնիսկ նախորդ ընտրությունների փորձը վկայում է մի բան, որ տարբերությունը եղել է շատ փոքր, այսինքն այդ ընթացքը ուղղակի ավելի լայն հրապարակայնություն ապահովում, որտեղ ցուցակը արդեն ներկայացվում է 41 օր առաջ ըստ տեղամասերի, եւ ընտրողը հնարավորություն է ունենում ծանոթանալու թե նախ ինքը որ տեղամասում պետք է գնա քվեարկի, բացի դրանից ստուգում է ցուցակը, եթե հայտնաբերվում են ինչ-ինչ թերություններ, իրենք դիմում են այդ թերությունները ուղղելու, շտկելու, վերացնելու, դա կարող է լինի շարքային տառասխալ, կարող լինի օրինակ անձ, որը ենթադրենք սեփականատերը ընդունենք հաշվառումից հանելա, սակայն վերջինը շարունակում է մնալ ցուցակում, կարող է հայտնաբերվել օրինակ մահացած անձի վերաբերյալ տեղեկություններ, դիմում են, որպեսզի վերջինիս հանվի, չնայած հիմա արդեն լիազոր մարմինը ինքը աշխատելով համապատասխան ծառայությունների հետ, սեփական նախաձեռնությամբ ստանալով այդ տեղեկությունները, նույնիսկ այս մասով արդեն ցուցակները անընդհատ ուրեմն
վերում է պատշաճ տեսքի, այսինքն եթե հայտնաբերում են նման տեղեկություններ, նույնիսկ ինքը ստանալով այդ տեղեկությունները դրանց վերաբերյալ համապատասխան ճշգրտումներ ցուցակներում իրականացնում է։ Այսինքն այդ ընթացքում ըստ էության սա լրացուցիչ մի հնարավորություն է, երբ անձը հայտնաբերում է ինչ-ինչ թերություններ կամ լիազոր մարմինը տեղեկանում է որոշակի թերությունների կատարելու ուրեմն ճշգրտումներ, շտկումներ ընտրողների ցուցակում։ Լրացուցիչ ցուցակները ինչպես են կազմվում, ինչ հիմքերով են կազմվում։ Նորից օրենքով ամրագրված է մենք ունենք 6 տեսակի լրացուցիչ ցուցակ։ Շատ հստակ է, դրանց անունները հստակ ամրագրված են ուրեմն ընտրական օրենսգրքում։ Դա ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակն է, հաշվառում չունեցող ընտրողների ցուցակ, ստացիոնար բուժ հաստատություններում գտնվող ընտրողների ցուցակ, ձերբակալված անձանց ընտրողների ցուցակ, ուրեմն տեղամաս ծառայության գործուղված ոստիկանության աշխատակիցների ցուցակն է եւ քվեարկության օրը տեղամասում կազմող ընտրողների ցուցակն է։ Նույն նշեմ, որ ուրեմն ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակը դրանք կազմում են այն դեպքերում, երբ անձը նախապես դիմում է իր ուրեմն հաշվառման վայրի համապատասխան ստորաբաժանմանը, նկատի ունեմ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության համապատասխան ստորաբաժանում, այդտեղից հանվում է հաշվառումից եւ համապատասխան փաստաթղթի ներկայացման պարագայում ինքը հաշվառվում է այն տեղամասի ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակում, որտեղ ինքը քվեարկության օրը գտնվելու է։ Այսինքն դրա համար պետք է նախապես դիմել եւ ուրեմն գնալ։ Իդեպ այստեղ եւս մի նրբություն, որը կուզեի անպայման ամրագրել, խոսքը վերաբերում է, երբ անձը մեկ համայնքից պետք է տեղափոխվի մեկ այլ համայնք։ Հետեւաբար, քանի որ Երևանը մեկ համայնք է, հետեւաբար Երևանի մի վարչական շրջանից մյուս վարչական շրջանի ցուցակ տեղափոխվել ուղղակիորեն չի կարելի ու դա օրենքը թույլ չի տալիս։ Սա վերաբերում է բացառապես համայնքներին։ Մյուսը դա հաշվառում, իդեպ դա տեղի է ունենում քվեարկությունից մինչև 7 օր առաջ, այսինքն եթե որևէ մեկը գիտի, որ ինքը քվեարկությունից 7 օր առաջ գտնվելու է որևէ այլ համայնքում, նախապես պետք է դիմի եւ մեխանիզմը ամբողջությամբ կա։ Կան հաշվառում չունեցող քաղաքացիներ, որոնք նորից ուրեմն դիմում են եւ հայտարարելով այն վայրը, որտեղ իրենք գտնվելու են քվեարկության օրը, կազմում է համապատասխան ցուցակ եւ վերջինների անունները նշվում են նշված ցուցակի մեջ, որը տրամադրվում է տեղամասային հանձնաժողովներին։ Իդեպ այս ցուցակները բոլորը դրանք տեղամասային հանձնաժողովներին տրամադրվող ցուցակներ են։ Ստացիոնար բուժ հաստատություններում գտնվողների ցուցակը տրամադրվում են համապատասխան հաստատությունների կողմից, ձերբակալված անձանց հետ կապված ցուցակը եւս ուրեմն նույն կերպ է կազմվում։ Ոստիկանության տեղամաս գործողող ոստիկանության աշխատակիցների ցուցակը դա այն ոստիկանության ծառայողներն են, որոնք այդ օրը ծառայական պարտականություններ են կատարում տեղամասային հանձնաժողովներում, ակնհայտ է, որ քաղաքացին գտնվելով տվյալ տեղամասային հանձնաժողովում եւ կատարելով ծառայական պարտականություններ, նա ծառայությամբ պայմանավորված չի կարող թողնել ծառայության վայրը, մեկնել այլ վայր եւ դրա համար օրենքը նման հնարավորություն նախատեսեց։ Այս ցուցակները բոլորն էլ հրապարակային են, բոլորն էլ բաց են, դրանք նախապես են տրամադրվում։ Իսկ քվեարկության օրը կազմվող ընտրողների ցուցակը սա թերևս այն ցուցակն է, որը ուրեմն այդ օրը կազմում է տեղամասային ընտրական հանձնաժողովը։ Այն մասկան ցուցակը, ովքեր հենց քվեարկության օրը դիմում են իրենց օրը գալիս են տեղամաս, հայտնաբերում առանց տեղամաս գալու, հայտնաբերում են, որ չնայած իրենք ունեն այդ տեղամասի տարածքում հաշվառում, բայց իրենց անունը բացակայում է ընտրողների ցուցակից, դիմում են լիազոր մարմնին, լիազոր մարմնում մեկ անգամ եւս ստուգում է վերջիններիս տվյալ տեղամասի տարածքում հաշվառված լինելու հանգամանքը, տրվում է համապատասխան տեղեկանք, նրանք գալիս են ընտրատարածք, տեղամասային հանձնաժողով ներողություն, համապատասխան տեղեկանքով եւ միայն այդ տեղեկանքի արկայության պայմաններում է, որ վերջիններիս անունը լրացվում է համապատասխան ցուցակում։ Եվ հենց այս ցուցակն է թերևս շատ կարեւոր, որովհետեւ սրա քանակը արդեն իսկ խոսում է ընտրողների ցուցակի որակի մասին, այո, եւ եթե մենք վերցնենք նայենք մեր նախորդ ընտրությունների փորձը, ապա մենք կտեսնենք, որ քվեարկության օրը կազմված ընտրողների ցուցակը տեղամասում թերևս շատ փոքր ցուցակ է, այսինքն շատ քիչ քանակով քաղաքացիներ են այդ ցուցակով քվեարկում։ Այս շարքում չպետք է ասել նաեւ այն մարդկանց, ովքեր արտասահմանում են, չգիտեմ, արտասահմանում գտնվողների հետ կապված մեր օրենքը նախատեսել է միայն հետեւյալ հնարավորությունը, որ համապետական ընտրություններին, այդ թվում հանրաքվեին, կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացություններում օտարերկրյա դիվանագիտական ծառայություն անցնող
քաղաքացիները եւ նրանց հետ համատեղ բնակվող քվեարկելու իրավունք ունեցող ընտանիքի անդամները։ Այդ միաժամանակ նաև նման հնարավորություն է տրված Հայաստանի Հանրապետությունում գրանցված եւ օտարերկրյա պետություններում մասնաճյուղերում ներկայացություն կամ մասնաճյուղում աշխատող ուրեմն աշխատակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին։ Նախորդ համապետական այս ցուցակները ուրեմն մի դեպքում տրամադրվում են տվյալ իրավաբանական անձանց կողմից, մյուս դեպքում տրամադրվում է արտաքին գործերի նախարարության կողմից։ Նախորդ համապետական ընտրությունների ժամանակ այս ուրեմն կարգը գործել է, մենք որևէ իրավաբանական անձից չստացանք նման ցուցակներ, այդպիսի ցուցակներ ստացանք արտաքին գործերի նախարարության կողմից, այդ քաղաքացիների պարագայում կազմակերպվում է էլեկտրոնային քվեարկություն։ Էլեկտրոնային քվեարկությունը ինքը ընդհանուր քվեարկությունից տարբերություններ ունի, որովհետև այդտեղ քվեարկության գործընթացը սկսում է շատ ավելի շուտ եւ շուտ էլ ավարտվում է, այո, տևում է 5 օր ինքը, ինչու, որովհետև դա հնարավորություն է տալիս, որպեսզի քաղաքացին ցանկացած պահի ուրեմն փոխի իր քվեն մինչև սահմանված ժամկետի ավարտը, որովհետև վերջինս չի գալիս տեղամաս, որպեսզի բացառվի տվյալ անձի նկատմամբ որևէ ներգործություն եւ այլն։ Նու այստեղ արդեն մանրակրկիտ կարգը մենք սահմանել ենք, այդ կարգին համապատասխան, ուրեմն առաքվում են համապատասխան ծրարներ, որտեղ ըստ ուրեմն համարանիշեր են տեղադրված, որի աջակցությամբ անձը այցելում է ԿՀ համացանցային կայք, գրանցվում, միաժամանակ այն ծրարները, որոնք որ մենք առաքում ենք նշված քաղաքացիներին, կա նաև մանրամասն ուղեցույց, համաձայն որի նրանք կարող են իրականացնել ուրեմն իրենց քվեարկությունը, զուտ աջակցող բնույթի ուղեցույց։ Պարոն Կուժան, ես ցավում եմ արդեն մեր ժամանակը մոտեցավ ավարտին, նույնիսկ ցուցակների հետ կապված իմ հարցերը չավարտվեցին, էլ ուր մնաց թե ամբողջ գործընթացի հետ կապված, չգիտեմ, քվեաթերթիկներ, տպագրություն, դրանց նկատմամբ վերահսկողություն, տեղեկություններ եւ այլն։ Չէ, հարցերը շատ են, ես պիտի առաջարկեմ չմերժել եւ այս հատկապես այս քարոզչության ընթացքում էլի 1-2 անգամ մեր մոտեցումը միշտ եղել է մեկը, որ ընդհանրապես ընտրական գործընթացի ընթացքում, այդ թվում նաեւ հանրաքվեի ուրեմն այս ամբողջ գործընթացի ընթացքում մեր գործելավոճը նույնն է, աշխատել առավելագույնը հրապարակային, թափանցիկ, ինչը նշանակում է նաև, որ ցանկացած հարցադրում, որի վերաբերյալ կան խնդիրներ, կան հարցեր, կան պարզաբանման ենթակա առանցին դրույթներ, մենք միշտ պատրաստ ենք ուրեմն ներկայացնելու դրանց վերաբերյալ առանձնակի պարզաբանումներ, որովհետև այստեղ գերնպատակը մեկն է։ Ինչքան որ առավել քան մանրամասն ներկայացվում ամբողջ գործընթացը, դրա առանցին դետալները եւ այլն, այնքան ավելի քիչ հարցեր են մնում հանրության մոտ։ Շնորհակալություն այս ամասովազորույցի համար եւ նաեւ այն պատրաստակամության, որ առաջիկա ժամանակահատվածում այս մեկ ամսվա ընթացքում մենք ելի կհանդիպենք եւ բազմաթիվ հարցեր կան բարձրաբանման համար։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալ։ Այսքանը սա երկրի հարցը ծրագիրն էր, ես այսօր զրուցում էի Հայաստանի Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ։ Լավ մնացեք։